հարգելի պատգամավորներ, սիրելի արկվճարողներ, ներկայացնում եմ Պետական եկամուտների կոմիտեի 2025 թվականի տարեկան հաղորդումը։ Նշեմ, որ ըստ իս ամենամեծ ձեռքբերումը 2025 թվականի այն տեսլականի ու առաքելության ձևակերպումն է, որ մենք կարողացել ենք թիմով կոնսենսուսի գալ եւ դրա մասին առիթ ունեցել եմ խոսելու եւ առաջարկել եմ, որ այսուհետ ընդհանրապես բոլորը մեզ այդ երկու ուղենիշով գնահատեն, թե մենք ինչպես ենք աշխատում։ Մասնավորապես առաքելությունը ձևակերպել ենք այսպես՝ ապահովել արդար եւ թափանցիկ հարկային ու մաքսային միջավայր, խթանել կամավոր կարգապահությունը եւ ծառայել քաղաքացիներին ու բիզնեսին հանուն Հայաստանի առաջանցիկ զարգացման եւ տեսլականը, որը պատկերացնում ենք մի քանի տարի հետո Պետական եկամուտների կոմիտեն ինչպիսի կառույց պետք է դառնա, դինամիկ զարգացող եւ առաջատար կառույց, առաջատարությունը ընդհանրապես ռեգիոնալ եւ համաշխարհային նաեւ, որը հայտնի է տեխնոլոգիական համարձակ նորարարությամբ եւ մարդակենտրոն մոտեցմամբ։ Այսինքն մենք այստեղ ֆիսկալին ավելացնում ենք զարգացմանը նպաստելու շեշտադրումը, հարկ հավաքելը վերափոխում ենք կամավոր կարգապահության եւ վճարման, արդարությունն ու մարդակենտրոնությունը դնում ենք մեր գործողությունների առանցքում, իսկ համարձակ նորարարությունը մեր գործողությունների հիմքում։ Հիմա անդրադառնամ այն հիմնական ցուցանիշներին, որոնք որ արձանագրվել են 2025 թվականին, իհարկե առիթ ունեցել ենք տարբեր քննարկումների ժամանակ անդրադառնալու, բայց ավելի համապարփակ փորձեմ ներկայացնել։ 2025 թվականին 2 տրիլիոն 725 միլիարդ հարկային եկամուտներ են մուտք եղել պետական բյուջե, բավական բարձր աճեր ունենք, 14%-անոց երկնիշ, ընդ որում էականը նա է, որ մենք գերազանցել ենք ինչպես ծրագիրը, այնպես էլ ճշտված ծրագիրը, բացի դա նաև գերազանցել ենք այն բոլոր կանխատեսումները, որոնք որ տարվա ընթացքում հարկերի հետ կապված արվել եւ հրապարակվել են, եւ սրա համար առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր հարկվճարողներին իրենց նմանատիպ համագործակցության համար եւ կամավոր կարգապահության էական բարձրացման համար։ Եթե փորձենք բաղդատել մասերի, հարկային մասով ունեցել ենք, այսինքն հարկային մարմնի կողմից մուտքերի մասով ունեցել ենք 14.5%-անոց աճ, իսկ մաքսային մասով 11.6%-ային աճ, ընդ որում շատ կարևոր է մենք հասկանանք տնտեսության համեմատ ինչ է տեղի ունեցել, այսինքն հարկեր հնարածությունիշը ինչ փոփոխություն է կրել։ Էական աճ ունենք 2025 թվականին 0.7%-ային կետ, հասել ենք 24%-ի եւ մեր գնահատումները ցույց են տալի, որ այդ 0.7%-ային կետի մի ահռելի մասը 0.4%-ային կետը հարկային վարչարության արդյունավետության բարձրացման հետևանք է կամ այսպես կոչված նաեւ ստվերի նվազման հետևանք է։ Մյուս կարևոր ցուցանիշը, որը պարբերաբար խոսում ենք, որպեսզի հասարակությունը ընկալի, թե որքան ծախս է կատարում այն գործառույթների նկատմամբ, որոնք մենք իրականացնում ենք իրենց համար, հատկապես հարկվճարողների համար, տեսեք, ծախս եկամուտ հարաբերակցության մասին է խոսքը, ես պարբերաբար հնչեցրել եմ այդ ցուցանիշը 0.9, այսինքն յուրաքանչյուր 100 միավոր հարկի համար հասարակությունը կատարում է 0.9 դրամ ծախս, որպեսզի պատկերացնենք, թե ինչ է տեղի ունեցել, 24 թվականին դա 1.1 է եղել, եւ նույնիսկ եթե տարիներ էլ հետ գնանք, օրինակ ասենք 18 թվականին դա եղել է 1.8, այսինքն մենք կրկնակի ավելի ցածր հասարակության կողմից ծախսի մասին ենք խոսում 100 դրամ հարկի դիմաց։ Նաեւ իհարկե մենք ունեցել ենք վերադարձների բավական աճ հարկվճարողներին, խոսքը ուրեմն 4.2% աճի մասին է, բայց այստեղ հատկապես ակնառու է հիպոթեկի տոկոսավճարների գծով եկամտային հարկի վերադարձների ցուցանիշը, 39.4%-անոց աճ ունենք, 96 միլիարդ դրամ 2025 թվականին, եւ իհարկե սրանից հետո անդրադառնամ նաեւ մեր վարչարության արդյունքներին։ Վարչարության տեսանկյունից էական կառուցվածքային տեղաշարժեր են տեղի ունենում։ Մենք կարողացել ենք 25 թվականին հարկվճարողների մոտ այցելություններ ենթադրող ստուգումների քանակի նվազման պայմաններում ինչպես բացահայտումների, այնպես էլ մուտքերի բավական էական աճեր գրանցենք, մասնավորապես եթե խոսում ենք օրինակ համալիր ստուգումներից, թեմատիկ ստուգումներից, դրանց քանակները նվազել են, նաև օպերատիվ հեծախուժական միջոցառումների քանակներն նվազել, դրան զուգահեռ մեծացել ենք վերլուծական գործիքների դերը, որը ավելի շատ ենթադրում է հեռավար վարչարություն, որը ավելի քիչ է խոչընդոտում հարկվճարողի կյանքին։
Եվ կարգապահությունը բնութագրող այլ ցուցանիշներ էլ ունենք, մասնավորապես, եթե նայում ենք հաշվարկային փաստաթղթերին եւ ՀԴՄ կտրոնների քանակիներին, էական աճեր են գրանցվել 25 թվականին, ՀԴՄ կտրոններով 17.8%, հաշվարկային փաստաթղթերով 14.6%, սա նաեւ որոշակի երկու բան է հուշում, ստվերի նվազում եւ կարգապահության բարձրացում, բայց երբ որ դրա մեջ մի հատ էլ նայում ենք, թե անկանխիկ գործարքները ինչքան են աճել, մի քանի անգամ առաջանցիկ են աճել ընդհանուր աճից, քանակը անկախի գործարքների 51.4%-ով է աճել եւ հասույթն էլ 30.6%, ընդ որում համատարած ամբողջ Հայաստանով մեկ, այսինքն մենք խոսում ենք նաեւ ՀԴՄ կտրոններ պահանջելու մշակույթի զարգացման, ՀԴՄ կտրոններով տպելու մշակույթի զարգացման, հաշիվ ապրանքագրերը պատշաճ թողարկելու եւ գրելու վարքագծի հետ կապված եւ սրան զուգահեռ նաեւ կուզեմ ստվերի ցուցանիշների մասին խոսեմ, ունենք բացահայտված 362 միլիարդ դրամ ստվերային շրջանառություն, եթե հարկի մասին խոսենք 124 միլիարդ, որը 30%-ով գրեթե ավել է 2025 թվականից, իհարկե վերականգնումներով 37 միլիարդ ունենք եւ ընդ որում այս ամենը 22% օպերատիվ հետախուզական միջոցառումների նվազման պայմաններում։ Սա ինչու է հնարավոր եղել, որովհետեւ մենք էապես ավելացել ենք թվային հետախուզության գործիքների դերը մեր օպերատիվ հետախուզական միջոցառումների մեջ, մասնավորապես եթե 24 թվականին 6-7% էր ընդհանուր ՕՀՄ-ների մեջ դրանց կշիռը, մենք հասցրել ենք 40% եւ ավելի, ինչը նշանակում է, որ մենք կարողանում ենք համակարգիչներից, սերվերներից, քլաուդներից, տարբեր նմանատիպ սերվերներից մեր ծրագրային միջոցներով դուրս բերել են ստվերային շրջանառությունը, որը հարկվճարով թաքցնում է եւ դրա համար ունենք այսպիսի արդյունքներ։ Եվ իհարկե մաքսային վարչարության տեսանկյունից կարևոր առաջընթացներ ունենք, կուզենայի մի քանի ցուցանիշ հնչեցնել, հետ բաստողումային հսկողության այսինքն ստուգումների արդյունքում բացահայտումների 19%-անոց աճ ունենք նոր համակարգ ներդրված ինքնաշխատ բաստողում, որը նշանակում է, որ առանց որևէ խոչընդոտի հայտարարագիր ներկայացնելով որոշ ուղղություններ ոչ ռիսկային են համարվում ու հանգիստ անցնում են մեր սահմանը եւ մաքսային գործընթացները 0.06%-ից հասել ենք 8%-ի եւ եթե խոսեմ ռիսկերի մակարդակների մասին, գիտեք ունենք կարմիր, դեղին, կանաչ ռիսկի մակարդակներ եւ այդ կանաչ ոչ զննման չենթակա ռիսկի մակարդակը 17%-ային կետով աճել է, այսինքն մեր ընդհանուր հայտարարագրերի մոտ 70% եւ ավելը կանաչ ռիսկի մակարդակով են արդեն, այսինքն մաքսիմալ արագ անցնում են մեր բոլոր մաքսային գործընթացները։ Իհարկե ունեցել ենք նաեւ խոշոր բացահայտումներ, անցած տարի կհիշեք մի սերվեր բացահայտեցինք, որտեղ 30 միլիարդից ավել թաքցված հարկեր ենք հաշվարկել, այո, ու այդտեղ յուրահատուկ էր հատկապես դեղատնային գործունեության բացահայտումը որպես ստվերում գործող ոլորտ կամ մի մասով ստվերում գործող ոլորտ, ունեցել ենք նաև խաղային ոլորտում էական բացահայտումներ, սպորտային ակումբներում էական բացահայտումներ, բայց նաև աչքի է ընկել մաքսային բացահայտումները, մենք սահմանին մաքսային կանոնների խախտման եւ մաքսանենգության դեպքերի բավական բարձր աճեր ունենք 2025 թվականին։ Իհարկե ցուցանիշները լավ են, բայց կարևոր է նաև խոսել այն բարեփոխումների մասին, որոնք 2025 թվականին մենք իրականացրել ենք, մասնավորապես հարկային վարչարության գործիքների կատարելագործման տեսանկյունից մենք ներդրել ենք ավելացած արժեքի հարկի ավտոմատ վերադարձի համակարգը, դա հնարավորություն է տալիս ոչ ռիսկային ավելացած արժեքի հարկերը, որոնք որ պիտի վերադարձվեն, շատ արագ վերադարձվեն եւ մեր վերադարձների մոտ 8-9%-ը այս պահին այդպես էլ վերադարձվում են ու մեր թիրախը նա է, որ մենք դրանք պարբերաբար մեծացնենք այդ ավտոմատ վերադարձները, որպեսզի այն սուբյեկտները, որոնք ռիսկային չեն, իրենց ֆինանսական միջոցները իրենց ձեռքում ունի հնարավորություն ունենան բիզնեսը շարունակաբար ավելի արդյունավետ վարել։ Մյուսը հսկիչ նշանների, այս QR-ների համակարգի մասին է խոսքը թվային դրոշմավորման, այստեղ մեծ կատարելագործում ունեցանք, հատկապես ամբողջական հետագծելիության համակարգը ներդրեցինք, ինչպես նաև գները վերանայվեց 1 դրամով դեպի ներքև, 3.5 դրամից նվազեց 2.5 դրամի եւ այստեղ էլ բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել դրա հետ կապված։
Մյուսը մեր արհեստական բանականության գործիքների ներդրումն է, որը հնարավորություն է տալիս ապրանքների շարժը, ինչպես նաև վաճառքների անոմալիաները բացահայտել տնտեսությունում։ Անցած տարի ենք ներդրել ու այս տարի մեծ թափով օգտագործում ենք։ Մյուսը խաղային օպերատորի մասին արդեն խոսեցինք եւ անցած ամբողջ տարվա ընթացքում ինտենսիվ զբաղված ենք եղել դրանով եւ այս տարի բավական մոտ ենք նրան, որ արդեն ունենանք խաղային օպերատորը։ Եվ իհարկե առաջին անգամ ուրեմն ստացել ենք 4 տասնյակից ավել երկրներից ֆինանսական հաշիվների մասին տեղեկատվություն, այսինքն մենք արդեն սկսում ենք արտաքին աշխարհի տեղեկատվությունը օգտագործել մեր վարչարության մեջ։ Քաղաքացիների ու բիզնեսի կազմակերպման համար նոր թվային պլատֆորմներ ենք ստեղծել կամ աջակցել դրան ստեղծմանը, մասնավորապես նպաստների վճարման թվային պլատֆորմն է, հարկային ռեզիդենտության տեղեկանքի տրամադրման, աշխատանքային պայմանագրերի կնքման եւ առողջության համընդհանուր ապահովության վճարների վճարման նոր թվային պլատֆորմները, բայց բացի դա նաեւ եկամուտների հայտարարագրման մասով կհիշեք, որ մեծ բարեփոխում տեղի ունեցավ եւ անցանք նախալրացման եւ իհարկե նաեւ տվյալների ավտոմատ ստացման համակարգերի ընդլայնման եւ մենք արդեն այս պահի դրությամբ բավական ընդլայնել ենք այդ ավտոմատ ստացման շրջանակը, օրինակ սոցիալական օրինակ կենսաթոշակների սոցիալական նպաստների մասով ավտոմատ տվյալների ստացումը, օրինակ բանկերից արդեն թեստավորել ենք ավանների տոկոսների վերաբերյալ տեղեկատվության ստացումը, նաև այս վերջերս հրապարակեցինք, որ լիազորի ինստիտուտն ենք ներդրել, որպեսզի մարդիկ կարողանան լիազորված անձի միջոցով հայտարարագիր ներկայացնեն ամբողջ աշխարհից առանց նույնիսկ հատուկ Հայաստանի Հանրապետությունում լինելու։ Մյուսը մաքսային ռեֆորմների խումբն են, ներդրվել է ուրեմն էլեկտրոնային ծանոթությունների համակարգը, որը թույլ է տալիս մաքսային գործառույթները կատարել հեռավար եղանակով, ներդրել ենք 24/7 ռեժիմ արտահանողների համար, այսինքն արտահանողներին սպասարկում ենք 24/7 ռեժիմով, ինքնաշխատ բացթողնման մասին ասեցի, անցած ամբողջ տարվա ընթացքում մաքսային ռիսկերի համակարգն ենք համապարփակ վերանայել, որոնց արդյունքում էապես նվազել է մաքսային գործընթացների ժամանակատարությունը, իսկ կանաչ ռիսկի մակարդակը արդեն նշեցի, հասել է 73%-ի, եւս մեկ ցուցանիշ ավելացնեմ իմ հնչեցածներին, զննման ցուցումով կարմիր ռիսկի մակարդակը 9%-ից նվազել է 5%-ի, այսինքն մեր ընդհանուր հայտարարագրի ընդամենը 5%-ն է զննման ենթարկվում, որը միջազգային լավագույն ստանդարտներին համահունչ է։ Եվ իհարկե բոլորովին վերջերս երևի կլինի 2 ամիս արդեն էկզիմ հարթակ ենք թողարկել, հասանելի է բոլոր արտանողներին, ներմուծողներին, բրոքերներին, դա անցած ամբողջ տարվա ընթացքում մշակել ենք եւ այդտեղ մեր արտանողներն ու ներմուծողները մաքսային ընթացակարգերի, օրենսդրության, իրենց կողմից վճարվելիք հարկերի եւ այլ վճարների հետ կապված ամբողջական տեղեկատվություն կարող են ստանալ ցանկացած ԱՏԳ կոդի մակարդակով։ Եվ միջազգային համագործակցության ոլորտում ինչ առաջընթաց ենք ունեցել, անցած տարի եւ ես ինքս նաեւ զեկուցել եմ այստեղ Երևանի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի վարկն է ստորագրվել, այս տարի նաեւ վավերացվեց, ինչպես նաեւ դրամաշնորհը, որը ըստ էության էս ապաշրջափակման քաղաքականության կարևոր տարր է, լոգիստիկ կենտրոն ստեղծել հյուսիս-հարավ ճանապարհի հարևանությամբ Պռոշյան գյուղում։ Մյուսը Վրաստանի հետ համատեղ կետի ստեղծման աշխատանքներ ենք տանում ինտենսիվ, մեր հարևան Իրանի հետ մաքսային տեղեկատվության փոխանակման համակարգ ենք թեստավորում այս պահին եւ իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ակտիվ համագործակցություն ենք մեկնարկել մի քանի ուղղությամբ, մեկը ուրեմն վերապատրաստումներն են մեր մաքսային ծառայողների, մյուսը արհեստական բանականության ուղղությամբ կրթության պրոյեկտներն են, երրորդը սարքավորումների տրամադրումն են, որոնց մասով արդեն պայմանավորվածություններ ունենք, որ մեր մաքսակետերում ունենանք ամերիկյան սարքավորումներ եւ չորրորդը այն մոնիտորինգի կենտրոնի ստեղծումն է, որը այս տարի բացվեց, նաեւ հնարավոր է հետեւած լինեք, որով արդեն մենք հնարավորություն ունենք անկախ առանձին թիմի միջոցով մեր բոլոր սահմանները իրական ժամանակի ռեժիմով վերահսկել, մասնավորապես խոսքը սկաներների մասին է։ Իսկ սկաներներին իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն ունենք Երևանից։ Որոշ այլ կարևոր ձեռքբերումներ անցած տարվա, 2 համալսարանների հետ հուշագրեր ենք կնքել, խոսքը ամերիկյան համալսարանի եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասին է եւ ուսանողների շրջանում իրախություն բոլորիս ունենք 2 տարի անընդմեջ լավագույն տասնյակում ենք գտնվում որպես ամենագրավիչ գործատու,
Մշակել ենք եւ այս տարի գործարկում ենք մեր հաղորդակցման ռազմավարությունը, որտեղ շեշտադրում ենք դերը հատկապես հարկ վճարելու մշակույթի զարգացման վրա եւ իհարկե առանցքային գործողություններից մեկը, որտեղ պարբերաբար եւ մեծ ջանքեր ենք ներդրում, խոսքը կոռուպցիայի դեմ պայքարն է, այստեղ ունենք նշանակալի արդյունքներ, մոտ 2 տասնյակից ավել հաղորդումներով, մոտ 80 կարգապահական պատասխանատվության միջոցներով, որոնք իրենց հերթին նպաստել են մեր աշխատակիցների բարևարքության բարձրացմանը, ոչ բարևարքների համակարգից հեռացմանը եւ դրանով իսկ նաեւ հարկային կարգապահության բարձրացմանը մեր ամբողջ տնտեսությունում։